Պետությունը պատրաստվում է մանկապարտեզները հասանելի դարձնել մինչև 2 տարեկան երեխաների համար։ Մսուրի ծառայություն սկզբում կգործի 4 քաղաքների 10 մանկապարտեզներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում եւ Հրազդանում։ Ծրագիրը փորձարարական է 2 տարով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն է սահմանված կառավարության որոշմամբ։ Կառավարության նիստերից մեկում որոշում է կայացվել, որ Մսուրի այդ խմբերը պետք է գործեն պետական բյուջեի ֆինանսավորմամբ, այսինքն ընտանիքների համար լինեն անվճար։ Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով թիրախային ուղղություն է բոլոր խոշորացված համայնքներում Մսուրի ծառայությունները հասանելի դարձնել։ Խմբերի ընդհանուր թիվը հասցնել 300-ի։ Տեմպերն առայժմ դանդաղ են, 10 խումբ ունենալու թիրախը սահմանված էր դեռևս 2024 թվականի համար։ Առաջիկայում արդեն պլանավորում ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները կավարտվեն, որովհետև կան մանկապարտեզներ, որոնք նորակառույց են, շենքային պայմանները ամեն ինչ ապահովված է, նորմալ են, բայց կան մանկապարտեզներ, որտեղ խմբասենյակները կոսմետիկ վերանորոգման կարիք ունեն։ Հայաստանի պետական մանկապարտեզներում վաղուց չեն եղել Մսուրի խմբեր, ու քանի որ այդ տարիքի երեխաները հատուկ խնամքի կարիք ունեն, նախարարի տեղակալի խոսքով նաև լուրջ նախապատրաստական աշխատանքներ են պահանջվում։ Անհրաժեշտ գույքի ցանկն է մշակվել, առողջապահության նախարարության հետ աշխատում են սննդի չափորոշիչները վերանայելու ուղղությամբ, նաև դաստիարակների ու դայակների վերապատրաստման ծրագիր է մշակվել։ Նախատեսվում է, որ մինչև 2 տարեկանների խմբերը կգործեն այս տարվանից, իսկ դրանց նպատակն ըստ Արաքսիա Սվաջյանի մեկը չէ։ Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ երեխան որքան շուտ է ներգրավում կրթական գործընթացում, այնքան իր զարգացման հեռանկարը եւ հաջողությունների հասնելու հեռանկարը շատ ավելի լավն է լինում եւ շատ ավելի մեծ է լինում։ Հետեւաբար մեզ համար շատ ավելի կարեւոր է երեխաների վաղ ընդգրկումը կրթական գործընթացում, հատկապես այսօրվա ակսելերացիայի պայմաններում, երբ երեխաները շատ ավելի շուտ են զարգանում եւ շատ ավելի շուտ են որոշակի կարողությունների, հմտությունների տիրապետում, քան իրենց հասակակիցները, օրինակ 10 տարի կամ 20 տարի առաջ։ Մյուս կողմից ելսներա ծրագիրն ուղղված է զբաղվածության խթանմանը, մայրերն ավելի վաղ աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան։ Մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկայի ամբիոնի ղեկավարը նույնպես այս առավելությունները նշում է, բայց հնարավոր խնդիրներին եւս անդրադառնում է։ Կա նաեւ այլ կարծիք, որ երեխային չի կարելի շատ շուտ կտրել ծնողից, որովհետեւ զարգացող եւ աճող երեխան ունի ծնողի հետ անմիջական տակտիլ կոնտակտի պահանջ եւ պահանջմունք եւ այստեղ են ձևավորվում երեխայի հուզական ոլորտը, նրա սոցիալ անձնային շփումների հետագա հաջողության գրավականը հանդիսանալով ծնողի ներկայությունը երեխայի կյանքում, հատկապես նրա կյանքի 0-ից 2 տարեկանի հատվածում խիստ կարևորվում է։ Ամեն դեպքում ըստ նրա դրականը թերևս գերակշռում է։ Եթե մենք փորձենք կշռել եւ համեմատել դրական եւ բացասական կողմերը, ապա իմ թվարկածից երևի թե կգերակշռի ավելի շատ դրականը այն առումով, որքանով որ ծնողն է որոշում երբ կտրել սեփական երեխային իր հոգացությունից եւ երբ չկտրել։ Այստեղ պետությունը որևէ իրավասություն չունի։ Մանուկյանն ընդգծում է, պետությունն ընդամենը ստեղծում է պայմաններ, որ եթե ծնողը որոշի երեխային տալ նախադպրոցական հաստատության հոգացությանը, ունենա այդ հնարավորությունը։ Ընդ որում կարծում է, այն շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան դայակ վարձելը։ Բացի այն, որ մանկապարտեզներում ծառայությունն անվճար է լինելու, ներգրավված են լինելու մասնագիտական պատրաստվածությամբ մարդիկ։ Նախարարի տեղակալն էլ անդրադառնալով երեխայի ու ծնողի միջև հուզական կապը շուտ ընդհատելու մտահոգություններին նկատում է։ Բնականաբար երեխայի հոգեբանական զարգացման տեսակետից այդ կապը շատ կարևոր է, բայց նաև պայմանավորված չէ 24 ժամ երեխայի հետ լինելով։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ծնողն ամբողջ օրը երեխայի հետ է, բայց տեղեկատվական տեխնոլոգիաներն ամբողջությամբ կլանում են նրանց ժամանակը եւ հուզական կապի մասին խոսք չկա։ Եվ դա անդրադառնում է նաև երեխայի զարգացման վրա։ Բայց նույն ծնողը կարող է օրվա մեջ 1-2 ժամ երեխայի հետ լինել, բայց այդ հուզական կապը այնքան հագեցած լինի եւ այնքան հստակ ձևավորված հաղորդակցում, թե հուզական, թե խոսքային արկա լինի երեխայի հետ, որ լրացնի այն մնացած բացը։ Սվաջյանը հավելում է, առայժմ 10 մանկապարտեզից միայն մեկում Երևանում է նախատեսվում ունենալ խումբ 6 ամսականից 1 տարեկան երեխաների համար։ Մյուս բոլոր խմբերը կլինեն 1-ից 2 տարեկանների համար։ Աննա Զախարյան, Էդգար Դավթյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։